Ինչ է ստացվում, այն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, շատ ավելի մեծ մասշտաբներով ինքն է անում, նկատի ունեմ ընտրությունների կեղծում, բռնաճնշումներ եւ այլն։ Այն ինչ որ ասեց Չեմանի, բոլորը արեց։ Այն ինչ որ նախկին իշխանություններին քննադատեց, նույն բանը ինքը արեց։ Փաստորեն ժողովրդին խաբելով նստավ իշխանության ու ավելի վատ բաներ արեց, քան մենք սպասում էինք իրանից, երկրի հզորացում։ Մի խոսքով իրա խոսքի տերը չեղավ։ Իրա ասածները բոլորը սուտ են եղել, ես էլ չեմ հավատում, չգիտեմ։ Ինչ ասում էր, որ ես չեմ անի, նախկիններին դատապարտում էր, ինքն է անում։ Խայդարակ նախնիները մենք նախնիներից զզվել էինք, դրա համար իրան ընտրեցինք, բայց ինքը նախնիներից անցավ, են էլ ինչ ձևի, միլիոն աշխատավարձ, ժողովրդին ինչ կուտա, ինչ թոշակ կուտա, միլիոն աշխատավարձ ու ավել կուտա իրա այդ պաշտոնյաների։ Նիկոլին խնդրում եմ, նրա ոչ մի բառի, ոչ մի տարի։ Աստեն արավ են ինչ-որ նախկիններին մեղադրում է։ Անցավ, բոլորից անցավ։ Ծիծաղս գալիս է, իսկ ինքը նախկին չէ, ով է եղել ինքը, մեկ, երկրորդը, ինչ են արել նախկինները, 10 տարի է Ռոբերտ Քոչարյանը նախագահ եղել, ինչ է, պատերազմ եղել է, մենք զոհել ունեցել ենք, ասում է կրագոցներ չկա, ինչի պետք է կրագոցներ լինի, որտեղ սա զինադատար է, հրադատար է, մեկ, երկրորդն է, ոչ է Սերժի ժամանակ է եղել, նա իրեն երկիրը պահում է շախմատի քայլերով, Սերժ Սարգսյանը, ինքը ասեց ինչի պետք է երրորդ անգամ ընտրվի, բա դու ինչի պետք է երրորդ անգամ ընտրվես, երկրորդը Սե ժողովուրդը մեծամասնականով արդեն անտել է, ես չգիտեմ ինչ է պարզաբանված, նայում ենք, հետևում ենք, ես 30 տարի հանձնաժողովի մեջ եմ աշխատել, քարտուղար, նախագահ, վստահված անձ, բայց այսպիսի բան